Բարի օր սիրելի երոստատիդող, այսօր պատրաստելու ենք բանրով քնեֆե, գիտեմ որ շատերը ասել եք, ուզել եք, գրել եք, որ պատրաստեմ ու այսօր պատրաստելու եմ եւ ցույց տամ ձեզ ինչպես ենք պատրաստում։ Շատ հեշտ է պատրաստում, մի քանի պաղաթիչ է մեծ պետք, բայց այնքան համով աղանդեր ենք ունենում, կարող ենք ասել արևելյան, քանի որ ինքը արևելյան աշխարհում եւ համաշխարհայինորեն շատ հայտնի եւ սիրված քաղցրի տեսակ է։ Իր հետաքրքրությունը այն է, որ բանիրով է ու վերջում այդ որ սիրոպը ավելանում է ու շարակը ինքը դառնում է մի հեքիաթային համով։ Իսկ այս պահադրատոմսի համար մենք ինչ ենք օգտագործում, այստեղ ունենք կաթայֆի խմոր մոտավոր 400-ից 450 գրամի, այստեղ ունենք գարակ, նորեն մոտավոր 400 գրամի, այստեղ ունենք երկու տեսակի մոցարելա, բարզ մոցարելա եւ fresh թարմ մոցարելա, մեկ էլ ունենք պիստակ, որը մի քիչ չարթելու ենք ու մանրացնելու ենք եւ օգտագործելու ենք, որպեսզի վերջում ավելացնենք տակ-տակ ու ուտենք։ Այսօր պատրաստելու ենք բանրով քնեֆե։ Մեզ հարկավոր է 450 գրամ կաթայֆի խմոր, 200-ից 300 գրամ մոցարելա, 400-ից 450 գրամ գարակ հալեցրած, 200 գրամ թարմ մոցարելա, 1 թեյի կտալ վարդի ջուր, կես բաժակ պիստակ եւ կես հատ լիմոն, 1 բաժակ շաքարավազ, կես բաժակ ջուր։ Ինչպես ենք սկսում։ Սկզբում մեր խմորները պետք է սենց մանրացնենք շատ մանր։ Մանր անելուց հետո արդեն պետքա խառնենք։ Իսկ գարակը պետքա շատ լինի, հանգարտ գարակը որ քիչ անենք, ինքը այնքան համով չի լինի։ Իրա միակ համը, ոչ թե միակ համը, իրա գլխավոր համերից մեկն է, որ գարակը լավ լինի։ Անշուշտ գարակն էլ որակը պետքա լավ լինի, որ այդ համովությունը լինի, այսինքն մարգարին բան չէի ցանկանա, որ լիներ։ Այսպես կտրատելու ենք մանր ու հետո կփացենք, քանի որ եթե սկզբում փացենք, ինքը մեզ խանգարելու է ու հետո չենք կարող կտրատենք։ Այսպես կտրատում ենք ու անցնում ենք հաջորդին։ Ինչ սիրուն է այստեղ սենց շարած մեր սպասքը։ Սաղ Թոնյանայից է։ Իրականում ես շատ եմ սիրում իրանց ապրանքը, իմ տանն էլ եմ օգտագործում միշտ ու ամեն սեզոնին գնում եմ սենց նոր բաներ եմ վերցում։ Ամանորին սեզոնն ուրիշ, ամառը ուրիշ, ցմերը ուրիշ եւ այլն։ Հիմա այսպիսի թասի մեջ ավելացնում ենք։ Ավելացրած ժամանակից մի քիչ բացում ենք, այսինքն դենց ենք անելու, որ այս բոլորը բացենք, դենց չի լինի, որ կբացեն իրար։ Պետք է սաղ բացենք։ Ամենաշատ ժամանակ արածը էս է իրականում։ Այդ որ անում ենք, հետո կարակ ավելացնում ենք, մի հատ էլ ենք շաղում ու հետո արդեն պայրեքսի մեջ ենք ավելացնելու, մինչև պայրեքսին մեջը եփի, արագ է եփում, մենք ուշարակնենք։ Հիմա արագ ցերնոցակվենք, որպեսզի երբ որ կարակը ավելացնենք, շատ շուտ շաղենք։ Արդեն հոդը ըսկում եք, չէ։ Սենց լավ շաղում ենք, որ պատրաստենք։ Խմորին նախապատրաստությունը էս է։ Էս անում ենք, հետո արդեն երբ որ լեյերինգ ենք անում, այսինքն շերտերը հավաքելու ենք, ինքը պատրաստ է։ Բայց որ էսի չանենք, արդեն շատ անհամ քաղցր կունենանք։ Քանի որ գիտեմ, որ մարդիկ անում են մեկ-մեկ անելուց հետո ավելացնում են գարակը, նույն համը չի լինի։ Ինքը պետք է դենց անենք ու լավ շաղենք։ Ամեն մեկ շաղել ասելուց հիշում եմ, որ ես շաղիկ եմ։ Ահա։ Ստեղ ունենք պատրաստ։ Okay։
մի թեթև կարակը թնում եմ տակը, քսում եմ, չնայած ինքը արդեն յողոտ է, բայց դե ամեն բարակայի ավելացնում եմ։ Հիմա ինչ ենք անում, որովհետև մենք գեսը օգտագործելու ենք ներքևի եւ գեսը վերևի, ստեղից կեսը դնելու ենք ստեղ ու մյուս կեսը վերևի շերտի։ Լավ բացում ենք։ Հավասարորեն։ Եթե բագաս տեղեր կան, կարող ենք լցնենք, որպեսզի դենց չի լինի, որ թադակ լինի։ Եվ արդեն մի կողմից պետք է անպայման տափակացնենք։ Արդեն կարող ենք պանիրի շերտեր ավելացնել, ոնց որ լավ է։ Ավելացնում ենք պանիրը, սկզբում բարձ մոցարելան, Այս պետք է բարակ շերտերի վերածենք ու հետո ավելացնենք։ Համեցեք։ Դնում ենք ու տապակացնում ենք։ Դնում ենք ու տապակացնում ենք։ Մի հատ էլ ենք տենց ցերկով լավ ջզմում։ Եթե դորը մարզանքի չի գնաք, ոչինչ, լավ մարզանք ենք անում արդեն։ Հիմա ավելացում ենք մուշ շերտը։ Եվ սկսում ենք տարածել նույն ցևով։ Մի քիչ ճզմելով, մի քիչ բացելով, դենց որ ոչ մեկ ծակտիկ չունենանք։ Փորձենք այսինքն ամեն բանիրը փակել։ Դրա համար մի թեթև, եթե շատ վստահ չեք, որ հավասար եք անելու, կարող եք մի թեթև ներքևում ավելի քիչ դնել, քան թե վերևում։ Այս կողմն էլ ենք ճզմում։ Իրականում այս ուտելիքը շատ հարկի է ամեն աշխարհում ու իրականում տենց չէ որ ամեն մարդ կարողանում է համով սարքի, հիմա շատ ուրախ եմ որ դուք այսօրվանից ովքեր որ նայում են կարողանալու են համով սարքեն։ Եթե սիրտ չունիք, կարող եք անշուշտ Զակյան 8 գալ Շաղիկ ռեստորան եւ համ դեսել։ Հիմա ուղարկելու ենք չերոց եւ կանք մեր օշարակը պատրաստենք։ Դե ինձ սիրելիներս, ես եկել եմ Չէ, ճիշտն ասած ես տենց չարտող չեմ։ Ուրեմն, ստեղ ունենք պիստակները, որը պետք է չարտենք, այսպես չարտում ենք, բայց եթե չարտած ունիք կամ կարող եք գտնել շուկայում օքեա, եթե չէ, շատ հեշտ է, այսպես չարտում ենք։ Ինչքան չարտենք, այնքան լավ, այսինքն, եթե ուզում ենք շատ մանր ստանանք, ավելի ենք չարտում։
բայց շատ կարևոր է կանաչ բիստակ ունենաք եւ ոչ թե շատ չորացած։ Բիստակնից պատրաստ է, կարող ենք մի կողմ թնել, հիմա պետք է սիրիպը կամ օշարակը պատրաստենք։ Ես սիրիպը ընդհանրապես այս տեսակի քաղցրների ոնց եմ անում։ Ստեղ ունենք 1 բաժակ շաքար, 1 բաժակ շաքարին ավելացնելու եմ կես բաժակ ջուր։ Ընդհանրապես ես էսի go-to սիրիպս է, այսինքն օշարակի չափսս է, մի քիչ լիմոն եմ անելու ու վարդի ջուրը միշտ չենք անում, նայած ինչ քաղցր է, բայց ինքը այդ ամեն տեսակի արևելյան քաղցրների ինքը ոնց որ բլուսոմ է տալիս, sense արոմա է տալիս։ Մի թեթև սպասում ենք շաքարը հալի, արդեն սիրիպը պատրաստ կլինի։ Անշուշտ հալելուց հետո պետք է երա, բայց արագ կստացվի։ Բայց ես միշտ ավելացնում եմ սիրիպին վրա մի հատ դարչինի փայտիկ։ Մեզ այդ հարցում Արանիկը կօգնի։ Պատրաստում ենք, արդեն երալու սկսավ, շուտ խառնում ենք, որպեսզի չայրվի։ Դե ինչ, մեր սիրիպը պատրաստ է, մի 10 րոպե գուզե որ քնեֆեն պատրաստ լինի, մենք սուրճը կպատրաստենք, որպեսզի հետո վայելենք։ Դուք էլ արդեն կպատրաստեք, հետո հարևանները կկանչեք, եթե այդ օրը խնամիները չեն գալու, ու արդեն կունենաք համեղ վարյան։ Մենք մարում ենք ու ես ավելացնում եմ rose water-ը կամ վարդի ջուրը։ Եթե ուզում ենք շիրան կամ սիրիպը լինի ավելի թանձր, թողում ենք մի քիչ ավելի երա, որպեսզի թանձրանա։ Դե ինչ սիրելիներս, մենք արդեն գնում ենք, բերենք մեր քնաֆեն, տեսնենք ոնց է։ Պատկերացնում եմ արդեն լավ կարմրել է ու պանիրը հալվել է։ Վաու։ Հիմա ամենահետաքրքիր մասը, որ պետք է երկուքը դակ լինեն ու մենք սիրիպը ավելացնենք։ Գնացինք։ Ես սպասում եմ այս պահը։ Իրականում չեմ կարողանում գտրեմ, քանի որ այնքան հետաքրքիր ցայն ունի։ Այս ամեն ցայնը ինձ զգացողություն է տալիս։ Այդ բաները եւ կաթայֆի խմորը եւ այդ օշարակը իրար հետ ասենք ամուսնացան։ Շնորհավոր եմ։ Ուրեմն մեր մատուցման ափսեմփերում ենք։ Բայց սկզբում բիստակները ուզում եմ այսպես տնել։ Ամեն մարդ ինչպես կուզե կարող է բիստակը շարել, ես սիրում եմ այսպես, բայց կարող եք ընդհանրապես դարաձել։ Հետո որ այսպես եք անում, դենց ոնց որ
արդեն տալիս եք ուղղություն, ոնց ենք կտրելու։ Առաջ որ փորձեմ, հիշեցնեմ, որ չմոռանաք հետևել մեր էջերին, Facebook եւ Instagram եւ գրանցվել կամ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որովհետեւ պատճ չթողնեք ոչ մի բաղադրատոմս, ոչ մի համով բահ։ Հիմա փորձում ենք։ Օպա։ Վաու։ Oh my god, շատ համով, իդեալական, քաղցրը, կաթայֆին, կարակը, պանիրները, բիստագը, perfecto, անպայման պատրաստեք ու ինձ գրեք, եթե հավանել եք այս բաղադրատոմսը եւ եթե ուզում եք ավելի այսպիսի բաղադրատոմսեր միշտ պատրաստեմ, վաղ կհանդիպեք նույն ժամին, առավոտը ժամը 9 կամ 17:00 Կենտրոն TV եթերում։